Հարգելի գործընկերներ, քննարկում են կառավարության կողմից ներկայացված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը։ Խնդրեմ Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ։ Հարգարժան փոխոսնակ, հարգելի պատգամավորներ, այսօր ձեր քննարկմանը ներկայացնում եմ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագիծը առաջին հայացքից ծավալային առումով բավականին փոքրիկ է թվում, որովհետև ըստ էության կատարում է որոշակի բառերի փոխարինում այլ բառերով, խոսքը սպասարկման գրասենյակներ բառերը փոխարինելն է խորհրդատվական կենտրոններ բառերով։ Սակայն ձեր թույլտվությամբ կցանկանամ ներկայացնել դրա բովանդակային էությունը, որը ավելի ընդգրկուն է, քան նախագծի տեքստային հատվածը։ Կադաստրի կոմիտեն կառավարության գործունեության միջոցառումների 2021-2026 թվականների ծրագրով մի հանձնառություն ուներ, որի համաձայն պետք է իրականացներ կառուցվածքային փոփոխություններ, այդ թվում նաև իրականացներ օպտիմալացում սպասարկման գրասենյակների առումով։ Ինչ է սպասարկման գրասենյակը։ Սպասարկման գրասենյակը կադաստրի կոմիտեի կառուցվածքում գործող ստորաբաժանում է։ Դրանք այն կետերն են, այն կենտրոններն են, որտեղ քաղաքացիները, եթե ցանկություն են ունենում ֆիզիկապես դիմում մուտքագրելու կադաստրի կոմիտե կամ ֆիզիկապես ստանալու այդ դիմումների մուտքագրման արդյունքում ստացված ավարտական փաստաթղթերը, կարող են ներկայանալ այդտեղ եւ ստանալ իրենց պատասխանները կամ հանձնել իրենց դիմումները։ Ինչպես հայտնի է, կադաստրի կոմիտեն վերջին տարիների ընթացքում փուլային մի քանի օրենսդրական փոփոխություններ իրականացրեց, որոնցից մեկը զարկ տվեց նաև էլեկտրոնային եղանակով կադաստրի կոմիտե դիմումների ներկայացմանը։ Խոսքը հետևյալի մասին է, օրենքով ամրագրվեց եւ այսօր էլ ամրագրված է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք դիմումները կադաստրի կոմիտե կարող են ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի միջոցով։ Նաեւ ամրագրվեց ֆիզիկական անձանց մասով էլ որոշակի կարգավորումներ, ըստ որի ֆիզիկական անձինք եթե հայցում են տեղեկատվություն ստանալ, ապա եթե դա բաց հասանելի տեղեկատվություն է, այսինքն սահմանափակ մատչելիություն չունի, այդ դիմումները եւս պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով, էլեկտրոնային համակարգի միջոցով։ Եվ արդյունքում, եթե մենք նայում ենք քանակական ցուցանիշները, տեսնում ենք, որ պրոգրեսով աճել են էլեկտրոնային եղանակով դիմումների քանակը, մասնավորապես եթե 2021 թվականին ներկայացվել էր 550,132 թղթային եղանակով դիմում, 180,103 էլեկտրոնային եղանակով դիմում, 22-ին էլեկտրոնային եղանակով թիվը աճեց 286,538-ի, 23-ին համապատասխանաբար 431,180-ի, 2024 թվականի ընթացքում ներկայացվեց 402,514 թղթային դիմում եւ 607,576 էլեկտրոնային դիմում, իսկ նախորդ տարվա ընթացքում 333,002 թղթային դիմում եւ 705,167 էլեկտրոնային դիմում։ Այս ցուցանիշները հավաստիացնում են, որ էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումների քանակը բացառապես աճում է, ինչը նաեւ անհրաժեշտություն առաջացրեց որոշակի կառուցվածքային փոփոխություններ անելու, խոսքը սպասարկման գրասենյակների գործունեության դադարեցման մասին է։ Եվ այս աշխատանքը եւս իրականացվեց փուլային քայլ առ քայլ եւ այսօր եկել հանգել ենք արդեն այն կետին, երբ անհրաժեշտություն է առաջանում նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում փոփոխություններ կատարել։ Ինչու՞։ Եթե նախկինում գործում էին սպասարկման գրասենյակներ, իսկ անցած տարվա կադաստրի կոմիտեի կանոնադրության փոփոխություններով նաև ստեղծվեցին 3 նոր ստորաբաժանումներ, խոսքը խորհրդատվական կենտրոնների մասին է, որոնք այսօր գործում են Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզերում, ապա այս փուլով արդեն նախատեսվում է բոլոր սպասարկման գրասենյակների գործունեության դադարեցում եւ դրանց փոխարեն խորհրդատվական կենտրոնների ստեղծում Հայաստանի Հանրապետության մարզերում եւ Երևան քաղաքում։ Երևան քաղաքում դրանք կլինեն քանակով 2-ը։ Ինչ է խորհրդատվական կենտրոնը։ Խորհրդատվական կենտրոնը այս փուլում իրականացնելու է նաև այն գործառույթները, որոնք մեր քաղաքացիները շատ լավ գիտեն, շատ ծանոթ են, իրականացվում են սպասարկման գրասենյակներում, այսինքն դիմումների ընդունում, փաստաթղթերի տրամադրում, նաև պայմանագրերի
կնքման ժամանակ ստորագրությունների իսկությունների ճանաչում, սակայն իրենց գործառութային ֆունկցիոնալ առումով խորհրդատվական կենտրոնները ունենալու են ավելի մեծ, ավելի ընդգրկուն գործառույթներ, այսինքն նաև կարողանալու են խորհրդատվություն տրամադրել քաղաքացիներին կադաստրի կոմիտեի օրենքով եւ կանոնադրությամբ ամրագրված գործառույթների ուղղությունների շրջանակներում։ Օրինակ, եթե քաղաքացին հարց կունենա իր պետական գրանցման դիմումի կասեցման, մերժման հետ կապված կամ կադաստրային քարտեզներում հայտնաբերված անճշտությունների հետ կապված կարող է այցելել խորհրդատվական կենտրոն եւ ստանալ համապատասխան ծառայություն։ Այսինքն խորհրդատվական կենտրոնները այս փուլում իրականացնելով նաեւ սպասարկման գրասենյակներին տրված գործառույթներ առավել ընդգրկուն կերպով ընդլայնելու են իրենց ծառայությունները եւ երբ արդեն կանոնադրությամբ կհասնեն կանոնադրության փոփոխություններին, նաեւ օրենքի ուժով կամրագրվի, որ դիմումները եւ փաստաթղթերը մուտքագրման ենթակա են լինելու խորհրդատվական կենտրոններում։ Այսքանը շնորհակալ եմ, խնդրում եմ կողմ քվեարկել։ Շնորհակալություն Տիկին Ղազարյանին հարցերի համար հերթագրում։